Հայաստանի ժողովրդագրական վիճակը բարելավում է։ Առաջին հայացքից դրական այս լուրի տակ թաքնված է բավականին տխուր մի իրողություն։ 21-ի համեմատ 26-ին Հայաստանի բնակչությունը ավելացել է մոտ 140 հազարով արցախցիների հաշվին։ Դա հաստատում է նաև մարզերի բնակչության թվաքանակի փոփոխությունը։ Ամենաշատը աճել է Կոտայքի, Արագածոտնի եւ Երևանի բնակչությունը։ Նվազել է Սյունիքի, Գեղարքունիքի եւ Տավուշի բնակչությունը։ Այստեղ հարցերի հարցը Սյունիքն է։ Պետությունը բավականին շատ ծրագրեր է իրականացնում այս մարզում։ Խոսում ենք ըստ էության Սյունիքի մարզում ենթակառուցվածքների եւ մարդկային կապիտալի զարգացման հնարավորությունների ընդլայնման մասին, ու ես հատուկ պետք է ընդգծեմ, որ մեր երկու քոլեջներ ընդգրկված են ծրագրում Սիսիանում եւ Կապանում գործող քոլեջների ամբողջական վերակազմավորում ենք նախատեսում։ Դե ասեմ, որ Սյունիքի մարզում մեր գործերը բավական լավ են այս ուղղությամբ։ Ներառյալ նաև հյուսիս-հարավի ուրեմն Քաջարանից դեպի Ագարակ հատվածը մենք այնտեղ տեղյակ եք, որ իրանական ընկերությունը շինի աշխատանքներ իրականացնում, պիտի ասեմ, որ բավականին մեծ թափով աշխատանքներն իրականացվում։ Այսինքն բարելավում են ճանապարհները, կառուցվում են դպրոցներ, բայց 21-ի համեմատ մարզի բնակչությունն ավելի քան 12%-ով նվազել է։ Այդ դեպքում ո՞րն է մարդկանց հեռանալու պատճառը։ Մասնագետների կարծիքով առաջնային պատճառները հավասարապես տնտեսականն ու անվտանգայինն են։ Մի դպրոց լավ կառուցում ես մի բնակավայրում, բայց 3-4 հարակից բնակավայրերում դպրոցների գործունեությունը դադարեցնում ես, այսպես կոչված միաձուլման եղանակով միացնում ես մյուս դպրոցներին, ապա մնացած այդ մի քանի բնակավայրի բնակչությունը սկսում է նոր խնդիրների առերեսվել։ Դա շատ լավ է, որ նոր ճանապարհ ունեն, բայց տեսնում ենք, որ այն ճանապարհի կառուցումը ոչ թե դառնում է գյուղական բնակավայրը մոտակա քաղաքին կապող ճանապարհ, այլ մարդկանց դուրս գալու ճանապարհ։ Ասֆալտն ու դպրոցը լավ է, բայց սահմանամերձ գյուղերի բնակիչները Արցախի օկուպացիայից հետո զրկվել են եկամտի աղբյուրից, այսինքն եթե երեխան գնում է գեղեցիկ կահավորված դպրոց, դա չի նշանակում, որ հայրը չի որոշելու ընտանիքը տեղափոխել քաղաք։ Գյուղացիական վարկ վերցրու գյուղատնտեսության զարգացման համար, ես այդ վարկը կսուբսիդավորեմ։ Վարկի տոկոսը կսուբսիդավորի, բայց արդյոք այդ գյուղացին կարող է վարկը վերցնելուց հետո վերադարձնել այդ վարկը։ Սյունիքի ժողովրդագրական վիճակի բարելավումը ըստ մասնագետների ունի առաջնային կարևորություն, առավել ևս այն համատեքստում, որ հարևան երկրում անընդմեջ առաջ է մղվում դատարկված հայկական գյուղերը ադրբեջանցիներով վերաբնակեցնելու օրակարգը։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Քարոզարշավի 5-րդ օրը ուժեղ Հայաստանը Վայոց ձորում է։ Քաղաքական թիմի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն ասում է. «Մարզ կենտրոնը Եղեգնաձորը նաև վայքը մեր երկրի զբոսաշրջության համար պոտենցիալ են, առայժմ չօգտագործված։ Ուժեղ Հայաստանը գալով իշխանության այս մարզը կհռչակի գինեգործական կենտրոն»։ Եթե դուք դրսից եք գալիս ու անցնում եք այս տարածաշրջանով, միշտ հաճույք եք ստանում այս բնությունով։ Մարդիկ գալու են Նորավանք, գալու են Եղեգնաձոր, գալու են Վայքի տարածաշրջան, որպես գինեգործական կենտրոն եւ վայելելու են։ Զբոսաշրջային նպատակներից անցում սոցիալական ծրագրերին, որպեսզի զինվորականները կարողանան տանտեր դառնալ, ուժեղ Հայաստանը խոստանում է, որ իշխանության ղեկը իր ձեռքն առնելուն պես յուրաքանչյուր տարի ավելի քան 1000 զինծառայողի տան վճարի կեսը կփակի պետությունը։ Ինձ թվում է Վայքում դա շատ կօգնի զինվորականներին, ովքեր կարիք ունեն բնակարան ունենալու։ Ուժեղ Հայաստանի կերտման ճանապարհին դուք ունեք ներդրում, որևէ մեկը այս պայքարին չի միացել իր համար։ Այստեղ մարդիկ են, ովքեր ձգտում են մեր հայրենիքի լավագույն փոփոխություններին, եզրափակեց խոսքը Կարապետյանը։ Մինչև քաղաքական թիմը մարզային քարոզարշավներն է իրականացնում, ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, որը տնային կալանքում է, գալիս է հերթական դատական նիստին։ Անընդունելի է համարում ցանկացած արտաքին միջամտություն մեր ներքին գործերին։ Անընդունելի է ցանկացած թեկուզ Ռուսաստանի ղեկավարության միջամտությունը Հայաստանի գործերին։ Ինչ վերաբերում է օտար պետությունների քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացին, Կարապետյանը նշեց, գործընթացը շարունակվում է։ Հայաստան դաշինքն իր համակիրներին է ներկայացրել, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն պետք է տարվի հարևան պետությունների եւ մասնավորապես գերհզոր տերությունների հետ, ինչպիսին Միացյալ Նահանգներն է։ Հայաստան դաշինքի պատգամավորության տեխնացուները համարում են, որ պետք է լավ հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ, բայց այդ հարաբերությունների պատճառով չպետք է թշնամանա օրինակ Իրանի հետ։ Անդրադառնալով TRIP ծրագրի իրականացմանը դաշինքի ներկայացուցիչները հայտնել են, որ այդ նախագծի իրականացման դեպքում պետք է հաշվի առնել Հայաստանի շահը։
Այն մեր կոմպլեմենտարության, քաղաքականության էությունը հենց դա է։ Եթե խնդիրը ճանապարհի մեջ է, մենք պիտի ասենք, մենք այդ ճանապարհը կառուցելու է, աշխատելու է, եթե պետք է այդ կապը ապահովել։ Բայց հասկացեք մեր շահը, Հայաստանի շահը։ Լավ հարաբերություններ ունենալ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Աշխարհում գրեթե յուրաքանչյուր 4-րդ աշխատատեղ կանգնած է տրանսֆորմացիայի շեմին։ Bank of America-ի վերջին հետազոտության համաձայն գեներատիվ արհեստական բանականությունը կարող է ազդել շուրջ 838 միլիոն աշխատատեղի վրա։ Ի տարբերություն նախորդ տեխնոլոգիական ալիքների, այս անգամ հիմնական ազդեցությունը կրելու են բարձր որակավորում ունեցող մասնագետները, կանայք եւ երիտասարդ աշխատուժը։ Պատմությունը բազմաթիվ օրինակներ է տալիս, սկսած արդյունաբերական հեղափոխությունից մինչև ինտերնետի դարաշրջան, երբ տեխնոլոգիական առաջընթացը ոչնչացնում էր աշխատատեղեր, որոնք հնարավոր չէր փոխարինել։ Այնուամենայնիվ, սկզբնական ցուցումներից հետո տնտեսությունը ստեղծում է նոր աշխատատեղեր, որոնք սկզբում գոյություն չունեին։ Տնտեսական ազդեցությունը միատեսակ չի լինելու։ Բարձր եկամուտ ունեցող երկրներում արհեստական բանականությունն առնչվում է աշխատատեղերի 33.5%-ին, մինչդեռ ցածր եկամուտ ունեցող տնտեսություններում այդ ցուցանիշն ընդամենը 11% է։ Սա պայմանավորված է զարգացած երկրներում մտավոր եւ գրասենյակային աշխատանքի մեծ տեսակարար կշռով։ Մենք կանխատեսում ենք ոչ թե աշխատատեղերի լիակատար վերացում, այլ դրանց բովանդակության փոփոխություն։ Հիմնական ռիսկը եկամուտների անհավասարության խորացումն է, քանի որ տեխնոլոգիական օգուտները կարող են անհամաչափորեն բաշխվել խոշոր ընկերությունների միջև։ Ամենահամարձակ կանխատեսումները սակայն հնչում են Իլոն Մասկի կողմից։ Միլիարդատիրոջ կարծիքով մարդկությունը պետք է պատրաստվի մի աշխարհի, որտեղ աշխատանքն այլևս գոյության պայման չէ։ Արհեստական բանականության զարգացումը կարող է հանգեցնել աշխատանքի շուկայի լիակատար վերափոխման։ Մենք կհասնենք մի կետի, երբ ոչ մի աշխատանք անհրաժեշտ չի լինի։ Արհեստական բանականությունը ի վիճակի կլինի անել ամեն ինչ։ Աշխատանքը կդառնա կամընտրական, միայն անձնական բավարարվածության համար։ Սա կստիպի մեզ վերանայել տնտեսական եւ սոցիալական կառուցվածքները։ Պատմությունը հիշեցնում է, արդյունաբերական հեղափոխությունը ժամանակին փոշիացրեց ձեռքի աշխատանքը, բայց ստեղծեց միլիոնավոր նոր մասնագիտություններ։ Մինչ հարուստ տնտեսությունները պատրաստվում են արտադրողականության թռիչքին, աշխատաշուկան սպասում է իր ամենամեծ փորձություններից մեկին։ Օհանովի փողոցում գործող թիվ 179 հիմնական դպրոցի տարածքում հակասանիտարական վիճակ է։ Գարշահոտն ամենուր է, իսկ ամեն օր տասնյակ երեխաներ շնչում են դա, քանի որ այլ տարբերակ չունեն։ Այդ հատվածով են անցնում։ Երեխեքին էս հոտին տանում եք դասի, հետո դասից տուն։ Հա, անդեղից է գալիս։ Կեղտա ջուրը։ Այստեղից էս ջուրը։ Հասումա դպրոցի տար։ 6 տարի գալիս է, ստեղ խոտեր էին, զանգեցի թաղապետան, տրակտոր բերեցին, այդ խոտերը մատուցի, հիմա նորից էլի ա։ Տրակտորով հարցի լուծում չի, մարդիկ հիմա ոնց են անցնում, Համաճարակի վտանգն օրորի է ավելանում, հավելում են ծնողները, անընդունելի համարում այս բարձի թողի վիճակը։ Ասում են ջրի կորուստ ունենք, ջրի կորուստ որ ունեք, չեք գալիս տիրություն չեք անում, բան չեք անում, այս չա նշանակում, այս կարգի խայտառակություն։ Ամբողջը խցանվածա տեսնում եք, ուսատիրում եմ 1-2 ամիս, եթե ոչ ավելի, ու մարդիկ նշում են, որ դիմել ենք բազմաթիվ անգամ Երևանի քաղաքապետարան, Վիոլա ջուր, Մալացիայի քաղաքապետարան, սակայն ձայն բարբարո հանապատիկ չեն ուզում գան այս խնդիրը լուծել։ Կրթության նախարարություն եք դիմե, քաղաքապետարան ենք դիմե, քաղաքապետարան ենք դիմե, ոչ մի հարցի լուծում։ Վիոլա ջուր էլ։ Վիոլա ջուր, ինչքան։ Գալիս են մեկը մեկի վրա են։ Քաղաքապետարանի ներկայացուցիչների եւ Վիոլա ջուր ընկերության աշխատակիցների ուշադրությունն են հրավիրում։ Ուզում են ի վերջո սայլը տեղից շարժվի, գարշահոտն էլ վերացվի։